Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, սա արդեն այսօրվա մեջ երրորդ մեր հաղորդումն է։ Վաղ առավոտյան հաղորդում չենք պատրաստելու, դրա համար որոշեցինք այսօր անպայման ձեզ համար պատրաստել այս հաղորդումը, քանի որ նաև կարևոր խոսելու թեմաներ ունենք։ Ասեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Կայա Կալասին, շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել, հետաքրքիր շատ հաղորդագրություն ունենք, այս հարցն ենք քննարկելու ենք նաև զարգացումները Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններում, օրվա ընթացքում նրանք ավելի շատ են հիմա լարվել, եւ վերջում նաև անդրադառնալու ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, այսինքն ռազմաճակատում հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում Ուկրաինայից։ Բայց սկսենք արդեն ինչպես նշեցի Նիկոլ Փաշինյանի եւ Կայա Կալասի հանդիպումից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան, Եվրամիություն, հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, ժողովրդավարական բարեփոխումները, որոնք որ տեղի են ունենում Հայաստանում։ Այստեղ կարևորը այն է, որ Կայա Կալասը կրկին ասել է, որ հիմա Եվրամիության եւ Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում, այսինքն այս պահի դրությամբ, որը որ կա այդ բարձր մակարդակը երբեք չի եղել մինչև հիմա, բայց այդ հարաբերությունները դեռևս շատ զարգացման եւ խորացման տեղ ունեն, բայց նույն ժամանակ Կայասի խոսքերով Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել իր գործընկերությունը բոլոր ուղղություններով։ Կայա Կալասը նաեւ կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում Երակոմ ստորագրված փաստաթուղթը, հիշում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Եվրամիության միջև շատ կարևոր փաստաթուղթ էր ստորագրվել, Երակոմ հայտարարություն, որը որ ենթադրում էր ռազմավարական համագործակցության ամրապնդում եւ շատ կարևոր հանգրվան էր այդ ուղու վրա, եւ կրկին անդրադառնալով ժողովրդավարության հարցին, Կայա Կալասը նշել է, որ այս արժեքները, ժողովրդավարության արժեքները պետք է պաշտպանել, հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապա տեղեկատվության եւ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Պարզ է, թե ինչի նկատի ունի Կայա Կալասը եւ շատ հստակ է, ասեմ, որ վերջին իրադարձությունները, որոնք որ տեղի են ունենում Հայաստանում, հստակ ցույց են տալիս, թե որքան փխրուն կարող է լինել ժողովրդավարությունը եւ որքան այն պաշտպանության կարիք ունի։ Այսինքն այն, որ Կայա Կալասը հստակ ասում է, որ հիբրիդային սպառնալիքներին պետք է դիմակայել, ապա տեղեկատվությանը պետք է դիմակայել եւ արտաքին միջամտությանը պետք է դիմակայել, վկայում է այն մասին, որ Հայաստանի եվրոպական գործընկերները հստակ գիտակցում եւ հասկանում են այն իրավիճակը, որը որ ստեղծվել է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Հանդիպման ընթացքում նաեւ կարևոր անդրադարձ է եղել վիզաների ազատականացման հարցին, այդ հարցը նաեւ այսօր Արարատ Միրզոյանի հետ էին քննարկում Կայա Կալասը եւ Արարատ Միրզոյանը, եւ այստեղ եւս նշվել է, որ զգալի առաջընթաց կա այդ գործընթացում եւս։ Դե հուսանք, որ շուտով վիզաների ազատականացումը իրականություն կդառնա Հայաստանի եւ Եվրամիության միջև։ Նաեւ կողմերը անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին, խաղաղության գործընթացին եւ Եվրամիության բարձր ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացից խաղաղության պայմանագրի շուրջ, որը որ Կայասի կարծիքով կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանային կայունության եւ խաղաղության համար։ Հաղորդագրությունը փորձում եմ ներկայացնել այն ձևով, որպեսզի այն ավելի մանրամասն եւ հասանելի լինի բոլորի համար։ Կարևոր է նաեւ նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ինչը բնականաբար շատ կարևոր է, եւ ընդգծել է Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդավարության եւ խաղաղության ամրապնդման ճանապարհին։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, եւ այստեղից մենք ամենակարևորը հասկանում ենք այն, որ Եվրամիությունը շատ բարձր է գնահատում այն հարաբերությունները, որոնք որ հիմա ձևավորվել են Հայաստանի եւ Եվրամիության միջև, դա Կայա Կալասն է ասում, ես չեմ ասում, ով ինչ էլ պնդի, ինչպես էլ փորձեն հակառակում մեզ ապացուցել, Կայա Կալասի խոսքերը կան եւ սրանք շատ
կարևոր արձանագրում են, ինչը մենք տեսնում ենք, այսինքն մենք տեսնում ենք իրականությունը եւ ոմանց նման խեղաթուրված աչքերով չենք նայում այդ իրականությանը եւ դրա համար այս խոսքերը ես շատ կարևոր եմ համարում եւ մեջբերում նույն ժամանակ այն որ խորացնելու են պատրաստ կողմերը հարաբերությունները շատ կարևոր դերակատարություն է տրվում Եվրամիությանը նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումների մասով ինչպես նաեւ Կալասի ուշադրությունը կոնկրետ այդ հիբրիդային պատերազմներին արտաքին միջամտությանը սա եւս չափազանց կարևոր է այստեղ չգիտեմ էլ ինչ կարելի ավելացնել հուսանք որ այս հանդիպումներից հետո ել ավելի կխորանան Հայաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունները ես կարծում եմ որ միանշանակ եղել են այնպիսի հարցեր քննարկման առարկա որոնք որ հաղորդագրության մեջ տեղ չեն գտել ոչ էլ մամլո ասուլիսում էին տեղ գտել Արարատ Միրզոյանի եւ Կայա Կալասի միջև բայց միանշանակ է որ նման հանդիպումներ եւ քննարկումներ միանշանակ եղել են կարևոր է նաեւ մեկ ուրիշ հաղորդագրության անդրադառնալ որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը Իսպանիայում զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նախագահները անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին եւ զարգացումներին սա է շատ կարևոր հաղորդագրություն է ճիշտ է քիչ չէ ճիշտ է փոքր է բայց այստեղ եւս շատ པարզ է ամեն ինչ թե կողմերը ինչ կարող են քննարկած լինել եթե մենք նաեւ հաշվի առնենք երեկվա հեռախոսազրույցը Փաշինյանի եւ Մակրոնի միջև այսինքն Եվրամիության երկրները Ֆրանսիայի գլխավորությամբ եւ ինքը Եվրամիությունը որպես շատ կարևորագույն կառույց հստակ գիտակցում են այն խնդիրները որոնք որ ծառացել են Հայաստանի առջև եւ այն հիբրիդային արտաքին միջամտությունը որը որ կա Հայաստանի նկատմամբ այսինքն մեր բոլոր վերլուծությունները այդ առումով հստակ են եւ շատ ճիշտ Հիմա անդրադառնանք թե ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններում հիշում եք ասում էի որ Ադրբեջանում Սպուտնիկ Ադրբեջանում խոզարկություններ են ընթանում մինչև ուշ ժամի ընթացել են այդ խոզարկությունները եւ երկու ռուս գործակալներ են ձերբակալվել Ադրբեջանում հենց Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում այդ պատճառով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին արդեն կանչել են արտգործ նախարարություն նրան նոտա են փոխանցել ռուս ռոպագանդիստները արդեն սկսել են Ադրբեջանին մեղադրել բայց շատ զգուշորեն են դա անում նույն Մարգարիտա Սիմոնյանը շատ կոպիտ շատ վատ գռեհիկ անշնորհքաբար արտահայտվում է Հայաստանի հասցեին Հայաստանի վարչապետի հասցեին խեղաթուրված փաստեր ներկայացնելով բայց նույն ժամանակ Ադրբեջանի հասցեին շատ մեղմ վախեցած քննադատություններ են հնչեցնում թե Կիսելովը եւ թե Մարգարիտա Սիմոնյանը շատ վախեցած փորձում են ինչ-որ մի բան ասել, բայց տեսնում ես, որ շատ վախեցած են իրենց արտահայտությունների մեջ։ Եվ սա եւս վկայում է այն մասին, որ իրենց հարաբերությունների մեջ լրիվ այլ հարթությունների վրա են, Հայաստանի հետ վերաբերվում են այլ ձև, իսկ Ադրբեջանի հետ լրիվ այլ տեսակի վերաբերմունք ունեն։ Նաև կարևոր է նշել, որ Ադրբեջանը վերադարձրել է այդ սպանված իր քաղաքացիների մարմինները, ադրբեջանցիների մարմինները եւ հիմա փորձում են հետաքննություն անցկացնել, չնայած որ ռուսական կողմը պնդում է, որ սրտի կաթվածից են նրանք մահացել, բայց հիմա Ադրբեջանը իր հետաքննությունն է անցկացնելու, փորձաքննություն է անցկացնելու, որպեսզի պարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Եվ վերջում անդրադառնանք Ուկրաինայից ստացվող կարևոր հաղորդագրությանը, որը որ տարածում է ուկրաինական գենշտաբը, նրանց խոսքերով, ուկրաինացիների խոսքերով, նրանք կարողացել են ոչ միայն կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը Սումիների ուղղությամբ, այլ անցել են արդեն պատասխան հարձակման եւ նրանց խոսքերով իրենք բավականին հաջող հակահարձակում են հիմա իրականացրել եւ ազատագրել են Անդրեևկան, ինչպես նաեւ բավականին խորացել են Ալեքսեևկայի հատվածում եւ բավականին հետ են մղում ռուսական զորքերին Սումիի շրջանից։ Սա շատ կարևոր եւ հետաքրքիր տեղեկություն է այն առումով, որ փաստացի ուկրաինական զորքերը, որոնք որ մի քանի անգամով ավելի նվազ են
եւ շատ բարդ պայմաններում են, նույն ժամանակ դեռևս չեն կորցրել իրենց մարտունակությունը եւ կարողանում են գրողներ կազմակերպել, ոչ միայն կասեցնելու համար ռուսական գրողները, այլ նաեւ հետ նվաճել այն տարածքները, որոնք որ Ռուսաստանը վերջին օրերի ընթացքում կամ շաբաթների ընթացքում կարողացել էր գրավել Սումի շրջանում Ուկրաինայից։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի կարևորության համար բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։